Վախերը, կասկածները և չվստահելը։ Մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա սկսում է ամեն ինչին կասկածել. մարդկանց, իրավիճակին և նույնիսկ ինքն իրեն։ Երբեմն դա գալիս է անցյալից, հիասթափություններից կամ այն ցավերից, որ մարդ փորձել է թաքցնել։ Այդ ժամանակ առաջանում են անվստահություն, վախեր և փակվածություն։ Շատերը կարծում են, որ վախենալը դա թուլություն է, բայց մեզանից յուրաքանչյուրս մեր կյանքում ինչ-որ բանից վախենում ենք։ Մեկը վախենում է մերժվելուց, մեկը չհասկացվելուց, մեկը նորից ցավ ապրելուց։ Վախերը բնական են, բայց նրանք դառնում են վտանգավոր, երբ սկսում են կառավարել մեր կյանքը։ Կասկածները նույնպես միշտ չէ, որ վատ բան են։ Երբեմն նրանք օգնում են ավելի զգույշ լինել և խուսափել սխալներից։ Բայց եթե մարդ անընդհատ կասկածում է ինքն իրեն, իր ուժերին, շրջապատին, նա սկսում է հոգնել ամենափոքր քայլերից։ Չվստահելն էլ հաճախ պաշտպանություն է։ Երբ մարդ իր կյանքում ցավ է տեսնում, սկսում է իր շուրջը կառուցել պատեր, որպեսզի պաշտպանվի և նորից ցավ չզգա։ Բայց այդ պատերը ոչ միայն պաշտպանում են նրան, այլ նաև մարդու կյանքից հեռացնում են նրանց հնարավորությունները և նույնիսկ երջանկությունը։ Կարևոր է հասկանալ, որ բոլոր մարդիկ նույնը չեն։ Եթե մեկը ցավ է պատճառել, դա չի նշանակում, որ մյուսն էլ կպատճառի։ Եվ նույնպես անհաջողությունները։ Դա չի նշանակում, որ դու թույլ ես կամ չես կարող։ Վախերից ազատվելը մեկ օրվա բան չէ։ Դա փոքր քայլերի ճանապարհ է, որ պետք է սովորես։ Ավելի շատ վստահել քեզ, չփախչել զգացմունքներից և հասկանալ, որ սխալվելը և վիրավորվելը դա կյանքի մի մաս է։ Ամենակարևոր վստահությունը մարդու կյանքում դա ինքնավստահությունն է։ Երբ մարդ սկսում է ինքն իրեն հավատալ, թուլանում են վախերը, իսկ կասկածները դառնում են կառավարելի։ Եվ վերջում հիշիր, վախերը քեզ չեն կարող սահմանափակել, կասկածները չեն կարող կոտրել, եթե դու չհանձնվես ու առաջ գնաս։